Բաց է աղտոտ պատուհանը դուռդ լայն բաց, քիչ մը արև թող ներս գա, քիչ մը արև թող ներս գա, քիչ մը արև թող ներս գա, բաց է աղտոտ պատուհանը դուռդ լայն բաց, քիչ մը արև թող ներս գա։ Փառք քեզ Տեր Աստված, թող այդ արևը մտնի բոլորիս ընտանիքները, լուսավորի մեր ընտանիքները, բարի լույս, բարի օր, թող Աստծո օրհնությամբ լցվի այս նոր օրը, սեր, ուրախություն պարգևի բոլորիս, այս օրհնանքով էլ, Աստծո խոսքով էլ սկսում եմ նոր հոլովակը, իմ հարազատ դարձած բաժանորդներ ջան, իմ լավ, բարի, թանկ հետևորդներին կրկին անգամ ասում եմ բարի լույս, բարի առավոտ, այսօր ինձ համար տոն է, ոչ թե միայն ինձ համար, մեր տանը տոն է, սիրելիներս, ուրախություն, ցնծություն, այսօր այս աշնան գեղեցիկ օրը ծնվեց իմ հպարտությունը, պարծանքը, իմ բարի զավակը, իմ նորայր տղան, սիրելիներս, այնքան ուրախ եմ, 42 տարի առաջ այս օրը նույն եղանակն էր, գիտեք, այսպես տաք, անուշ, երկինքը կապույտ եղանակ էր, չնայած նոյեմբերի 11-ն է, ծնվել է իմ Աստծո պարգևը, իմ խելացի, բարի, մարդամոտ, հյուրասեր, միշտ մեր տան դռները բաց են, սիրելիներս, սիրում է հյուրասիրել, մեծերին հարգող, ծնողներին պաշտող, ընտանիքին նվիրված զավակ է իմ զավակը, շնորհավոր ծնունդդ, իմ բարի տղա, իմ Աստծո պարգև, սիրելիներս, այսօր հյուրեր էլ ունենք, բայց եթե հյուրերը չկամեցան, որ նկարեմ, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու չեմ կարող նկարել և տեղադրել, հարսս երեկ թխել է փախլավա, իհարկե աղցաններ, իհարկե տորտ, իմ լավ բարեկամներ և մնացածը արդեն գիտեք, թե ծնունդը ոնց ենք նշելու, այնպիսի մի ուրախություն է, այնպիսի մի ջերմություն եմ ապրում, հիշեցի այդ օրը, երբ որ ծնվեց որդիս, իմ լավ բարեկամներ, աշխարհը լցվեց ինձ համար ուրախությունով, երջանկությունով, սիրելի հետևորդներ ջան, այսօր ուզում եմ միայն խոսել որդուս մասին, պատմել որդուս մասին, կիսվել ձեզ հետ և իմ ուրախությունը ձեզ հետ կիսվում եմ, ուզում եմ մի քիչ պատմել, որ եկանք Մոսկվա, ամուսինս արդեն այստեղ էր, դե իհարկե մեզ կանչեց, մենք երեքով եկանք, տղաս 9-րդ դասարան էր, աղջիկս 10-րդ դասարան էր, դե այդ ժամանակ ձմեռը դպրոցները չէին աշխատում, 3 ամիս ձմռան ցուրտ եղանակներին դպրոցը փակվում էր, ես խնդրեցի դիրեկտրին, որպեսզի հետս երեխաներին բերեմ, բերեցի, բայց ասեմ, որ աղջկաս ուղարկել եմ, 10-րդը ավարտել է, ատեստատը վերցրել է, քննությունները հանձնել է, նոր եկել է, այսպես էի պայմանավորվել մեր դպրոցի տնօրենի հետ, իսկ որդիս 8-ի ատեստատով եմ բերել, էլ չգնաց շարունակեց, որ եկանք, դե իհարկե, որ նոր ես գալիս, դժվարություններ, շատ, հաղթահարեցինք, վարձեցինք բնակարան, որդիս էլ սկսեց աշխատել, օր ու գիշեր աշխատում էր, 16 տարեկանում, ոնց որ հիմա թոռնիկս, երբ արդեն դարձավ զինծառայող,
տարիքում այդ տարիքը առանց մեզ մենք որոշել ենք չուղարկենք, բայց համառորեն պնդեց, որ ես գնալու եմ ծառայեմ հայրենիքիս եւ վերադառնամ։ Քեֆ ուրախություն կազմակերպեցինք, որդիս միայնակ գնաց, սիրելիներս, ոչ ինձ թողեց, որ հետը գնամ, ոչ էլ հայրիկին։ Ամեն ինչ որ հարկավոր էր, իր հետ ուղարկեցինք, ամեն ինչ, անգամ ղավուրմա, գաթա թխած, խմոր, պատկերացնում եք ինչքան իր վեշն էր ձեռքի, թե բագաժ, այնքան էլ ավել մուծել ենք, որ ավել տանին։ Մի խոսքով ամեն ինչ իր հետ դրել ենք։ Դե մայրը ոնց կլինի, չէ՞, առանց ճանապարհելու բանակ որդուն։ Աստված որդուս հետ էր, աղոթեցի, որդիս գնաց, անցավ մի 20 օր, որդիս գնաց արդեն ծառայելու, անգամ Հայաստանում մեր վայենկոմը Արտաշատի զարմացել էր, իր անունը չկար, զարմանք էր ապրել, ոնց ես դու եկել ինքնակամ ծառայության 2002 թվականին, ճիշտ է, խաղաղ էր մի քիչ, բայց դտելը շատ անհանգիստ էի, դեռ կրակոցներ լինում էին, ծառայել է Մադաղիսում, սիրելիներս, պատկերացնում եք, Աստծո հրաչքն եմ ուզում պատմել ձեզ, որտեղ որ ապրում էին Վալադարկայում, ես 7-րդ հարկում էի ապրում, առաջի հարկում ապրում էր Ղարաբաղցի տատիկ և պապիկ, այնքան լավ մարդիկ էին, սիրելիներս, Աստված իրենց հոգիները լուսավոր պահի, լուսահոգի են իրենք, սիրելիներս, հանկարծակի մի օր լսել էր դրսում, դե հայերը հավաքվում են դրսում, նստարան կա, նստում են, խոսում են, իմացել է, որ 7-րդ հարկում ապրում ենք մենք և մեր որդին ծառայում է, որտեղ իր զավակն է ապրում, մեծ տղան ապրում էր դեռ այնտեղ, ինչ եմ ուզում ասեմ, իր որդուն զանգել էր մեծ տղուն, ասել էր, որ այս անուն ազգանունով այնտեղ տղա կա, պետք է լավ պահես, որդին շաբաթը մեկ գնում տղուս բերում էր իրենց տուն, լողանում էր, հաց էր ուտում, հանգստանում էր, նորից տանում հասցնում էր, ուզում եմ նաև ասել, որ որդիս որ գնաց Հայաստան, որպեսզի ծառայի, 85 կիլոգրամ էր, բայց որ Պրիսագին, տեքրներս, բարեկամներս գնացել են Պրիսագին, մենք չգնացինք, չէր թողում, ու նկար ուղարկեց մեզ, նկարները տեսնելուց ոնց որ ուշագնաց լինեի, որդիս դարձել էր 55 կիլոգրամ, պատկերացնում եք 40 օրում 30 կիլո նիհարել էր, ծնողի համար ինչ ցավ, ինչ ապրումներ, դա էլ հաղթահարեցինք, 6 ամիս հետո ամուսինս ասեց, չէ, ես պետք է գնամ, մեր համբերությունը, Աստված չէր թողում, ասում էր պահը կգա, դու կգնաս, այդ պահը եկավ 6 ամիս հետո, որդուս ծննդյան օրը ուզեցա, որ լինի որդուս կողքին, և մի 10 օր անընդհատ գնում, տանում էր պապիկի տուն, դե որ նոր ծառայող էր, թույլ չէին տալի, որ տուն բերեր, մի խոսքով ծառայեց, արքով, փառքով, վերադարձավ լավ բնութագրով, մի բան էլ ասեմ, մենք որ ապրում էինք, տնային հեռախոս կար, այն ժամանակ, հիմա սոտովիները այդքան շատ չէին, որ զանգում էր, խոսում էինք, ոնց որ մի քիչ հանգստանայի, և մինչև վերջ, ծառայության ընթացքում ոչ ոք չիմացավ, որ իմ որդին
Մոսկվայից գնացել է Հայաստան ծառայելու։ Գիտեք ինչու։ Ասում էր թող չիմանան, դե այնտեղ պահանջում են, չէ, որ իմանային Մոսկվայից ես, այս թող ուղարկեն, թող ուղարկեն։ Ճիշտ է, մենք պատրաստ էինք ուղարկելու, բայց չէր թողում, ասում էր պետք չի, որ իրենք իմանան։ Երբ որ ամուսինս գնաց տեսնելու, կամանդիրներն այնքան գոհ էին, բոլորը, այդպիսի որդի ունեմ, սիրելիներս։ Ուզում եմ ինչ ասեմ, չեմ գովում, ուզում եմ ասեմ, թող Աստված բոլորի որդիներին առողջ պահի, թող Աստծո սերը լինի մեր որդիների մեջ, որ մեր որդիներն էլ իրենց սերը իրենց ծնողներին փոխանցեն, իրենց կնոջը, ընտանիքին, հարևաններին, բոլորի նկատմամբ սիրով լցվեն, իմ լավ բարեկամներ։ Եվ 2004 թվականին վերադարձավ։ Ունեմ գրվածքներ, գրել եմ իմ որդու մասին, ծառայության մասին, բանաստեղծություն եմ գրել։ Տևորներ ջան, անչափ անսահման զգացված եմ եւ շնորհակալ իմ ուրախությունը կիսելու համար, իմ լավ բարեկամներ, հարազատներ, ջան ու ջան։ Սիրելիներս, կյանքը մի ճանապարհ է, որտեղ ամեն քայլ փորձություն է, թող Աստծո լույսը, խաղաղությունը անպակաս լինի ձեր օջախներից։ Աստվածաշնչում Եսայի մարգարեությունում գրված է. Աստված ասում է՝ մի վախեցիր, ես քեզ հետ եմ, մի խաբնվիր, քանզի ես եմ քո Տեր Աստվածը, կրկին անգամ ծնունդդ շնորհավոր, երկար ապրիր, առողջ եղիր և միշտ հիշիր դու մեր տան լույսն ու ճրագն ես, իմ տղա։ Այսքանով ավարտում եմ այս ուրախ, գեղեցիկ հոլովակը, մաղթում եմ եղեք առողջ, ուրախ, երջանիկ, գեղեցիկ, հարգված, ամենակարևորը թող Աստծո լույսը ձեր ընտանիքներից անպակաս լինի, Աստծո օրհնություններն էլ անպակաս լինեն բոլորիդ ընտանիքներում, եղեք միշտ բարի, իմ լավ բարի հետևորդներ ջան, այսքանով ավարտեցի այս հոլովակը, ցտեսություն, մինչ նոր հոլովակ, մեզ էլ բարի ծնունդ, ուրախ ժամանց, իմ լավ բարեկամներ, օրս հանձնել եմ Աստծուն, Աստված թող մեզ ուրախություն, երջանկություն տա, այսօրը լավ պետք է ուրախանանք, ցտեսություն, իմ լավ բարեկամներ, իմ հարազատներ, այս գեղեցիկ ծաղիկները և այս օծանելիքի բույրը թող ձեզանից անպակաս լինի, մինչ նոր հանդիպում, պակա, մեզ լավ օր, ձեզ էլ բարի դիտում։